տեղեկատվություն հստակ, որի համար ինքը դիմել է դատարան, դա նաև բխել է իր վարքագծից։ Ինքը դրել է քննարկման առարկա սրբազանների, հոգևորականների անձնական կյանքը, ներքին կյանքը, բայց ըստ էության, որպես պետության ղեկավար չունենալով այդ իրավունքը, որովհետև եկեղեցին գիտեք տարանջատված է պետությունից եւ պետությունը չի կարող միջամտել կուսակրոնության, եկեղեցու վարքականոնների մեջ։ Իսկ մեր հրապարակման հեղինակը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի միանգամայն իրավասու է, իրավունք ունի նման հարցադրումներ անել իր երկրի վարչապետին, հետաքրքրվել ինչքանով է բարեվարկության կանոնները ինքը պահում, իր անձնական կյանքում ինքը հետևում այդ սկզբունքներին, որը պահանջում է նույնիսկ հոգևորականներից, այսպես ասած։ Ճիշտ ասած, ինձ համար բավականին մեծ անակնկալ էր, որ ինքը դիմեց դատարան, որտեղ ի վերջո գործ ունենք նախկին խմբագրի, նախկին լրագրողի հետ, որը հազարավոր նման հրապարակումներ է արել, շատ ավելի կոնկրետ տեղեկատվություն է հրապարակել, որոնց հիմքերը չի ունեցել, ապացույցները չի ունեցել, եթե դուք հիշում եք, ինքը տարիներ շարունակ ազգային ժողովի ամբիոնից հնչեցնում էր օդից կախված լուրերի համաձայն եւ լիքը տեղեկություններ էր հրապարակում, որի համար իրեն դատի չէին տալիս ըստ էության, իսկ ինքը փաստորեն պատրաստ է պատերազմ հայտարարել լրատվամիջոցներին եւ նույնիսկ դիմել դատարան։ Իդեպ ասեմ նաեւ, որ սա առաջի դեպքն է, որ պետության ղեկավարը լրատվամիջոցի դեմ անձամբ դիմում է դատարան։ Մենք նման պրակտիկա չենք ունեցել մինչ այս, որտեղ մեր պետության ղեկավարները համարել են, որ անհավասար պայմաններ են։ Չի կարող պետության ղեկավարը դիմել դատարան եւ պարտվել զուտ այն առումով, որ մենք գիտենք, թե մեր դատարանները ինչքան կախյալ վիճակում են, ինչքան անազատ վիճակում են։ Եթե հոդվածագրի պահով էր, էլի։ Փորձել էր հոդվածագրին գտնել, թե կանոնը կեղծ էր, էլի։ Սա ինչ նպատակ է հետապնդում։ Արժեր սա համար գնալպեք, փորձել փաստաթղթեր, փորձել ինչ-որ անձնական ինֆորմացիաներ գտնել։ Այո։ Ես մի թեթև հումոր էի արել, որ ըստ երևույթին փորձում է պարզել, որպեսզի այդ դիմակավորված ԱԱԾ-ականներին հիմա էլ ուղարկի այդ հոդվածի հեղինակի տուն, բայց այստեղ նախ կարիք չկա, որովհետև պատասխանողը մեծ հաշվով հրապարակն է եւ հրապարակի խմբագիրն է, եւ երկրորդն էլ ինքը շատ լավ գիտի, որ բազմաթիվ հոդվածներ հրապարակվում են կեղծանուններով եւ դա օրենքի մեջ տեղավորվում է, մարդու իրավունքն է չհրապարակելին իր անունը եւ մենք էլ պարտավոր ենք հարգել այդ իրավունքը չհրապարակելու, չբացահայտելու, թե ով է իրական հեղինակը եւ կարծում եմ այդքան էական էլ չի, որովհետեւ եթե կարդացել եք, ծանոթացել եք այդ հոդվածին, նման հոդվածներ հազարավոր հրապարակվում են մեր մամուլում, շատ ավելի սուր հարցադրումներով հոդվածներ են հրապարակվում եւ այդտեղ մի առանձնապես մի արտառոց բան էլ չկար, որի համար կարելի էր այդպես վրթովել զայրանալ։ Բայց քանի որ մենք ունենք մի հատ անկանխատեսելի եւ անհավասարակշիռ ղեկավար պետության, չես կարող իմանալ, թե ինքը ինչից կարող է վրթովել եւ ինչի համար կարող է դատարան դիմել կամ նույն դիմակավորված անձանց ուղարկել տվյալ մարդու բնակարան։ Բացի ձեր նշած դիտարկումներից մի այլ հարց էլ կա։ Դուք ժամանակին Նիկոլ Փաշինյանին ապաստան եք տվել, ժամանակին բավականին հոգատար վերաբերմունք եք ցուցաբերել թե Նիկոլ Փաշինյանի, թե Աննա Հակոբյանի նկատմամբ։ Գուցե սրա համար է փորձում դրեշ լուծել կամ հենց սրա համար չգիտեմ։ Ես ճիշտ ասած մի քիչ չեմ սիրում այդ թեմային անդրադառնալ, որովհետև դա ոնց որ ասած նախկին կյանքում է եղել, իսկ գիտեք, որ ինքը մինչև 2018 թվականը իր կյանքը, իր հիշողությունը կարծես թե ջնջել է, չի հիշում ոչ իր նախկին ընկերներին, ոչ իր նախկին շփումները, նորմալ է, ես դրա մեջ ոչ մի բան չեմ տեսնում։ Ուղղակի հիմա ինքը ինչ է անում, ինքը հերքում է պահանջում եւ 1 միլիոն դրամի բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում, բայց այնքան բարոյական աջակցություն, ինչքան հրապարակը իրեն ցույց է տվել մինչև իր իշխանության գալը, թեկուզ է 10 տարում, 2008-ին ստեղծվել է մեր թերթը, մենք մինչև 2018 թվականը հիմնավորապես ամեն իր քայլը, ամեն ինչը լուսաբանել ենք եւ ես դա համարում եմ, որ լուրջ բարոյական աջակցություն է եղել, որի շնորհիվ էլ նաեւ որի շնորհիվ ինքը եկել է իշխանության։ Եթե այդ բարոյական աջակցությունը հիմա վերածենք միլիոնների, հավատացեք, որ 1 միլիոն դրամ չէր լինի, այլ բազմաթիվ
միլիոնների մասին կարող էինք խոսել եւ հետո գիտեք նաեւ ես մի տեսակ երևի չարժի նույնիսկ զարմանալ, որովհետեւ այնքան միլիոնների, միլիարդների վնաս, ինչքան իր գործունեությունը, իր իշխանությունը վնաս է տվել մեր պետությանը, այս 1 միլիոն դրամը մի չնչին բան է, գումար է, էլի, այդպես մի մեծ բան չէ, դրա մասին չի խոսքը։ Դե գիտեք, ես չէի ասի մեր մեղքը, որովհետև մեր գործը մենք միշտ արել ենք եւ անում ենք եւ անելու ենք, բոլոր իշխանությունների օրոք ընդդիմությանը աջակցել ենք, լուսաբանել ենք, ամեն ինչով նպաստել ենք, որովհետև մենք միշտ համարել ենք, որ երկիրը լավ երկիր է, եթե կա ուժեղ ընդդիմություն։ Ընդդիմությանը պետք է միշտ այո օգնել եւ հետո չես կարող իմանալ, թե այդ ընդդիմությունից ինչպիսի իշխանություն կստացվի, չէ՞։ Մենք այդքան պատասխանատու չենք իր 18-ից հետո վարքագծի համար։ Հա, ինչ ենք անում 18-ից հետո էլ ենք, չէ՞, փորձում ենք օգնել, աջակցել, խորհուրդ տալ, սխալները, վրիպումները մատնացույց անել, դա էլ է, չէ՞, մեծ աջակցություն, բայց փաստորեն պարզվեց, որ մարդը, որը խմբագիր է եղել, չի գիտակցում մամուլի դերն ու նշանակությունը մեր կյանքում։ Տիկին Օհանյան, թե ինչ որն է մամուլի առաքելությունը։ Իրեն թվում է, թե մամուլը պիտի իրեն ծառայի, ինչպես ծառայել է մինչև 18 թիվը, 18-ից հետո էլ պիտի շարունակեր իրեն աջակցել, օգնել, սատարել, գովաբանել, փառաբանել։ Տիկին Օհանյան, մենք մի փոքր ուշ միացանք ուղիղ եթերում, ես կխնդրեի նաև պարզաբանեք, կհավատայիք, որ մի օր հետախուզումից ձեր տանը թաքնվող Նիկոլ Փաշինյանը հենց ձեր դեմ դուրս կգա եւ նաև այսօր հենց վերջին ասուլիսում նա խոսեց ժողովրդավարության, թափանցիկության մասին, պնդեց, որ իրենք շարունակում են այդ ուղով գնալ, մեդիայի դեմ այս գործողությունների շղթան, որը առնչվում է նաև ձեզ, ժողովրդավարության, թափանցիկության նշան է։ Գիտեք, մենք ժողովրդավարության մասին խոսելու համար մենք պիտի առնվազն չպատկերացնենք, չիմանանք, թե այսօր Հայաստանում ինչ է տեղի ունենում, հա, այս բոլոր իրադարձությունները, եկեղեցու դեմ, գործարարի դեմ, ընդդիմության դեմ արածները այնքան հեռու են ժողովրդավարությունից, որ նույնիսկ ծիծաղելի է դրա մասին խոսելը, դրան անդրադառնալը։ Հետո գիտեք ինչ, երբ մարդը, ասենք, պարտությունը փորձում է հաղթանակ ներկայացնել, մի զարմացեք, երբ որ հակաժողովրդավարական բարքերը, այս ռեպրեսիաները փորձում է ներկայացնել ժողովրդավարության անվան տակ։ Ինքը պարզապես կտրվել է իրականությունից եւ մի ուրիշ միջավայրում է, հա, իր ստեղծած, իր պատկերացրած միջավայրում է ապրում։ Ժողովուրդ ջան, կներեք, դատը պիտի սկսվի, մենք արդեն ուշանում ենք, եկեք գնանք դատարան, դահլիճ, հետո մեր փաստաբաններ, Վրեժը, հետո կարող եք իր հետ էլ խոսել։ Որպես պետք է սկսի, որպես անհարգալից վերաբերում չդիտարկվի, քանի որ արդեն երևի նայում են ձեր արդեն ուրի եթերները, առաջարկեմ եկեք գնանք, մենք միջնորդելու ենք, որ լուսաբանվի նիստը, կարող եք այնտեղ լայվով բանով շարունակել, հետո կարծում եմ այդքան երկար չի տևի դուրս կգանք, կշարունակենք, հա, խոսակցությունը։